Հիսուսի անունով եւ այս հաղորդման կամ հեռարձակման անուն այսպես են կոչել նամակները, մեր բոլորի նամակները ուղղված մեր Աստծուն։ Ինչ ենք սենց ասել այս, ինչ ենք սենց կոչել այս հաղորդման անունը, որովհետեւ հավատում ենք, որ մեր նամակները իսկապես Աստված տեղյակ է մեր կարիքից, մեր գրածից եւ այսօր էլ պատրաստ է պատասխանի։ Ես սենց եմ հավատում, այլապես այս հաղորդումը չենք սկսի։ Այս հաղորդումները սկսվեց այն պատճառով, քանի որ մեր շաբաթօրյա ծառայության ընթացքում չենք հասցնում ձեր նամակների համար աղոթենք եւ ամեն անգամ հետաձգում ենք ասելով, որ թող մնա հաջորդ անգամ։ Դրա համար հասկացանք, որ ավելի լավ է մեր ծառայությունից հետո ժամ վերցնենք եւ անդրադառնանք հատուկ անհատական ձեր նամակներին։ Սիրելի մեծ դիտողներ, որ դու դեռ նամակ չես գրել, ուզում եմ ասեմ, որ մնա հիմա դիտելով, եթե դա ձեզ հարմար է, ինչի, որովհետև կարդալով նամակները միգուցե դու գտնես քեզ նույնատիպի խնդիրներ ունենաք եւ աղոթքի ժամանակ Աստված նաեւ քեզ հպվի եւ վերականգնի։ Շատ ուրախ կլինենք, որ դուք գրեք մեզ եւ շատերդ գրում եք, որ խնդիրները լուծվեց։ Եվ դրանով կարծես դա մեր վարձ կլինի։ Մենք դրանով ուրախանում ենք, որովհետեւ մի մարդ, որ շատ բաներից կտրել է իր զբաղմունք, իր առօրյան, իր կյանքը նվիրել է մի կարևոր բան, ինքը պիտի իմանա, որ դա ի վերջո կարևոր է, որովհետեւ ամեն մարդ ուզում է տեսնի իր արածը ի վերջո իմաստ ունի։ Փառք Տիրոջը եւ սկսենք առաջին նամակը ընթերցելուց, խնդրեմ։ Նախորդ շաբաթվանից ունենք նամակներ, որ ուղղված են հաղորդումը դիտելուց հետո։ Այսինքն անցած շաբաթ, որ աղոթեցինք, դրանից հետո նամակներ են ուղղվել։ Նամակներ են ուղղվել։ Լավ։ Պակիստան, քաղաք Լահոր, Հովիվ Ջավադ Մասի։ Ողջունում եմ քեզ, եղբայր Հիսուսի անունով։ Տիրոջ խաղաղությունը եւ շնորհը թող գա քեզ վրա, թող Տերն ավելի օրհնի եւ պահպանի քեզ։ Երեսը պայծառացնի քեզ վրա եւ թող նա քեզ ավելի բարձրացնի։ Շնորհակալ ենք, սիրելի եղբայր, շնորհակալ ենք եւ հիմա մեր հաղորդում թարգմանվում է երկու այլ լեզուներով, ռուսերեն եւ անգլերենով եւ կարծում եմ, որ Ջամալ եղբայրը մեր Հովիվ Ջամալը մեզ լսում է, սիրելի Հովիվ Ջամալ, Տերը օրհնի ձեզ։ Իրականում մենք սրտանց աղոթում ենք ձեզ համար եւ մեր աղոթքը պիտի ավելացնենք բոլոր հալածվող երկրների համար, որտեղ քրիստոնյա լինելը հալածանքի առիթ է դառնում։ Թող Աստծո պահպանություն գա ձեր վրա։ Թող իսկապես Աստված պահպանի, որ որևէ մոլեռանդ ուժերի կողմից չհալածվեն քրիստոնյա խաղաղ մարդիկ։ Տերը օրհնի ձեզ եւ ձեր եկեղեցին։ Շնորհակալ ենք, որ մեզ նամակ եք գրել։ Տերը օրհնի ձեզ։ Խնդրեմ հաջորդ նամակը։ Պարկաստուն հաջորդ նամակը մեզ գրել եմ Վանաձորից Լիլիթը։ Նախորդ շաբաթ աղոթել ենք իր ընտանիքի համար։ Նա գրում է, թե տան անդամները ոչինչ չի ասել, բայց նրանց մոտ կա փոփոխություն։ Մի րոպե, թեպետ տան անդամներին չի ասել։ Եվ ինչի համար ենք մենք աղոթել։ Ընտանիքի խաղաղության համար։ Խաղաղության համար, փառք Տիրոջ։ Ու կա փոփոխություն, մայրն էլ սկսել է աղոթել, նրանց ընտանիքում հավատք է բարձրանում։ Փառք Տիրոջը, սիրելի Լիլիթ, Տերը օրհնի ձեզ։ Մենք տեսնում ենք, որ Աստված անմիջապես արձագանքում է եւ թող այդ խաղաղությունը ձեր տան մեջ լինի եւ տարածվի։ Մարդիկ ծանոթները թող տեսնեն ու զարմանան, թե ինչպես ձեր ընտանիքում հրաշքներ սկսվեց։ Պիտիկորսկից Սոնայի հարցն է մեզ գրել, որ նախորդ շաբաթ աղոթեցինք իրենց ընտանիքի համար, ամուսնում կար խնդիր օնկոլոգիա, բազմաթիվ խնդիրներով ընտանիք է շեշտեցինք եւ գրել է, որ հայտնում է շնորհակալություն աղոթքի համար, լցվել են Աստծո օրհնություններով եւ ամբողջ շաբաթ դիտել են ծառայությունները եւ զգում են մեծ փոփոխություններ։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Աստվածին։ Այսինքն ինչում կոնկրետ կա փոփոխություն եւ այսօր ինչի համար աղոթենք։ Նախորդ շաբաթ իրենք ծառայությունները գրողը եւ սկեսուրը միասին են դիտում։ Հարսն ու սկեսուրը դիտում են միասին ծառայությունները։ Այս շաբաթ նրանց միացել են նաեւ ընտանիքի անդամները մնացած ու մոտ կան խնդիրներ։ Եվ արդեն սկսվել են փոփոխություններ, կոնկրետ դեռ չի գրել ինչ փոփոխություններ են, բայց այս նամակը ուղղեց, որ օրհնություններ եւ փոփոխություն կա իրենց ընտանիքում։ Սիրելի մեծ դիտողներ եւ մեզ նամակագիր ուղղում ենք մեր աղոթքը ձեզ եւ թող եթե ընտանիքում կա մարդ, որը որ գոյացություններ, տարբեր տեսակի հիվանդություններ ունի նմանատիպ, թող հիմա Աստծո հրաշքը լինի եւ խնդրում եմ, որ ձեր տնեք ձեր վրա հավատքով։ Նամակագիր, եթե ձեր տղամարդու, ձեր ամուսնու հետ կա խնդիր, ձեր դրեք հիմա հավատքով եւ թող անհայտանա գոյացությունը եւ նրա հակումը, այդ հակումը թող վերանա եւ սիրելի մեզ դիտողներ ազատվեք այդ վախից, որովհետեւ
անօրենը գալուց առաջ վախ է բերում։ Տեր Հիսուսի անունով հրամայում եմ այդ վախը, այդ օնկոլոգիական վախը, այդ ուռուցքների հայտնվելու վախը, այդ ոգիները, որ բերում են այդ վախը Հիսուսի անունով հեռանան, հենց այս վարքյանին եւ նաեւ խնդրում եմ Տեր, որ բժշկես այդ մարդկանց։ Տեր Աստված, հենց հիմա թող երբ որ ձեռք տնեն, հրաշք անես եւ գոհություններ թող անհայտանան։ Հիսուսի անունով ամեն։ Սիրելի դահլիճ, մենք ավելի հեշտ ծառայում ենք դահլիճին, ինչի, որովհետեւ ասում ենք ստուգի քեզ։ Սիրելիներ, մենք ավելի հեշտ ծառայում ենք կոնկրետ դեպքում։ Ես շատ հաճախ եմ նկատել իմ մեջ, որովհետև ես նախկին այդ խիզախը չեմ, բայց շատ հաճախ եմ նկատել, որ Աստված մեզ միտեղ հասցրեց, որ մեզ համար ավելի կոնկրետ երևույթը ավելի հեշտ է, քան անկոնկրետը, եւ հիմա, քանի որ չկա այդ կոնկրետը, որտեղ մենք աղոթում ենք ու չենք տեսնում ձեզ, ուրիշի համար կամ մենք նախկինում մեր համար ավելի հեշտ կլիներ, որ տենց խոսում ենք, էլի, բայց կոնկրետը մեր համար դարձել է ավելի զորավոր, արդիական, որովհետև հավատում ենք, որ հենց այդ պահին Տերը հրաշք անում ու վստահ էլ ասում ենք, փորձի քեզ եւ տեսնում ենք հրաշքներ։ Ունեց որ թեկուզ մենք քեզ չենք տեսնում։ Կլսենք քո կկարդանք քո նամակները, քո վկայությունը կլսենք։ Հիմա սրտանց եւ հավատքով փորձի քեզ Հիսուսի անունով եւ թող Տերը հաղթի ու դևը պարտվի։ Ամեն, խնդրեմ։ Հաջորդ նամակը մեզ գրել են Ֆիլիպիններից Հովիվ Կրենչնո Ալպինոն, հրավիրում է ձեզ հրաշքների եւ բժշկության ծառայություն անցկացնել Ֆիլիպիններում, Վիկտորիայում եւ Տարլասում։ Ֆիլիպինները դա գիտենք, դա երկիր է եւ Ֆիլիպինների քաղաքներ են մյուսները, թե Չէ, Ֆիլիպիններ։ Ես տեղյակ չեմ։ Լավ, որտեղ։ Ֆիլիպիններում, Վիկտորիայում եւ Տարլասում։ Վիկտորիայում եւ Տարլասում։ Հարքեստեր։ Ով է մեզ գրում։ Ֆիլիպիններից Հովիվ Կրենչո Ալպինո։ Սիրելի Հովիվ, շնորհակալ եմ, անկեղծ ասած, մենք պիտի խոսենք եւ նամակը շարունակեք, մենք պիտի խոսենք, եթե դուք մեզ հիմա դիտում եք կամ արխիվը կդիտեք, պիտի խոսենք եւ պայմանավորվենք մանրամասները, թե ինչպես գալ եւ որտեղ ծառայել, ինչ եք սպասում դուք մեզանից, որպեսզի աղոթենք եւ տեսնենք ինչպես կարող ենք դա իրագործել։ Շնորհակալ եմ հրավերի համար, Տերը լի օրհնի ձեզ։ Հավատում եմ, որ մի օր էլ մենք կարողանանք ձեզ հրավիրել եւ դուք այստեղ կփոխանցեք այն ինչ որ դուք Աստծուց ունեք։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը, հաջորդ նամակը խնդրեմ։ Մեզ գրել էր Ֆրանսիայից Արմինեն, զարմացած նամակ է, ավելի շուտ զարմացնող նամակ է։ Նա գրել է, որ օրեր առաջ այցելել է Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցի, եւ այնտեղ դրված է եղել զոհաբերության արկղ, իր գումարը գցել է արկղի մեջ եւ քանի որ տղան ունի 5 տարի շաքարային դիաբետ հիվանդությունը, խնդրել է, որ տղայի կյանքում հրաշք լինի, իրենց ընտանիքում հրաշք լինի, այնուհետեւ շաքարային դիաբետը անհայտանա։ Անհայտանա։ Այրան մեջ բաղադրությունը փոխվի, շաքարի բաղադրությունը, լավ։ Եվ դրանից հետո նա գրում է, որ հենց այդ ժամանակ, երբ վերադառնում է տուն, Facebook-յան իր էջում տեսնում է մի նամակ, որտեղ նշված է Աստծոտուն եկեղեցում։ Պատասխան, հա, Այո, պատասխան։ Եվ հենց այդպես էլ գրել է, ամեն։ Գրել է, որ եկավ նամակը հրաշքների եւ բժշկության ծառայությանը դիտելու հրավեր եւ հենց այդ բան մտածեցի, կարծում եմ արդեն կարող եմ ընդունել, որ իմ կյանքում խնդրանքս հրաշքը սկսվել է։ Ամեն։ Ամեն։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ այն ինչ որ ես սկսեմ, ավարտին կհասցնեմ։ Խնդրեմ ձեզանից մեկը թող։ Համար ունենք խնդրանքներ, նաեւ Հովիվ ջան, էլի խնդրանքներ կան։ Միայն անունները եթե կան, խնդրեմ իմ օգնականներից Հասմիկ Հովանեսյան թող աղոթի։ Նահանգ Տեխաս, քաղաք Փարիզ, Ստիվ Ջեթ, Հյուստոն, Մարլին Քաքսվել, Գլեն Պետերսոն, Ֆրանսիա, Արմինե եւ այդքան։ Ահա։ Եվ դահլիճում եղողները եւ մեզ մյուս դիտողները թող հիմա հավատքով լինեն եւ թող շաքարային դիաբետը ուղակի վերանա եւ սկսվի այդ ամեն ֆունկցիոնալ ճիշտ ընթացքը։
Եկեք աղոթենք։ Հայր, մենք քո առաջ ենք որդուդ Հիսուս Քրիստոսի անունով Տեր։ Ամեն իմ Աստված։ Քո արյան շնորհիվ, քո վերքերի զորությամբ հիմա խնդրում ենք Տեր, այն բոլոր մարդկանց համար, ովքեր ունեն այդ խնդիրը, ում արյան բաղադրության մեջ շաքարի տոկոսը բարձր է Տեր։ Եվ հիմա խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգով հպվես այն բոլոր մարդկանց, ովքեր քեզ կանչում են Տեր իրենց կյանքերի մեջ, որպեսզի վերանա այդ հիվանդությունը Տեր, եւ թող ամեն բան կարգավորվի, ինչպես որ դու ես կատարյալ Տեր, թող այդ մարդկանց մարմիններում լինի կատարյալ բժշկություն, որդուդ Հիսուս Քրիստոսի անունով եւ իր վերքերի զորությամբ Տեր։ Նախապես ենք շնորհակալություն հայտնում աղոթքի պատասխանի համար Տեր, որովհետև գիտենք ու տեսել ենք քո բազմաթիվ հրաշքները Տեր, որքան մարդիկ ազատվել են այդ հիվանդությունից Հայրս, եւ շնորհակալություն ենք հայտնում եւ քո օրհնություններն ենք հղում բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, ովքեր պիտի դիտեն Տեր, եւ հավատքով սպասում են իրենց հրաշքին Տեր, փառավորվի Սուրբ անունը։ Ամեն։ Ամեն։ Փառտիրոջը եւ թող այդ ամենապարզ ստուգումը, գործիքը փաստի, որ այրան մեջ կարգավորվել է շաքարի տոկոսը, փառտիրոջը, հրճակում եք այդ բժշկությունը։ Մենք պիտի արագացնենք, թե չէ չենք հասնի, խնդրեմ։ Հաջորդ նամակը մեզ գրել է Հայկ Վարոսյանը։ Նախորդ շաբաթ աղոթել ենք, որ Աստծով կարողանա azատվել ծխախոտի գերությունից, եւ ահա հաջորդ նամակը։ Նրա մասին արդեն ասացի։ Նրա հաջորդ նամակը, այո, շնորհակալ եմ շատ։ Ես Կիրակի օրվանից արթնացել եմ։ Որտեղից է Հայկ Վարոսյանը։ Քաղաք ԱՄՆ։ ԱՄՆ-ից։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ։ Ես Կիրակի օրվանից արթնացել եմ եւ չեմ ծխել մինչեւ այսօր։ Իսկ նախկինում պետք է օգտագործեի առնվազն 1.5 տուփ օրական։ Բոլոր փառքերը մեր Տիրոջը։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ եւ հիմա կխնդրեի, որ աղոթենք այն մարդկանց համար, ովքեր ունեն որևէ կապվածություն եւ չեն ազատվում, մենք ուզում ենք ունենանք ծառայություն ծխախոտի, նարկոմանիայի, ալկոգոլիզմի եւ մնացած վատ սովորույթներից ազատագրման աղոթքներ։ Եվ ուզում եմ ասեմ, որ մենք ունենք այդ փորձառությունը, մեր մոտ կան շատ-շատեր, ովքեր ազատվեցին խմիչքի գերությունից, ովքեր ազատվեցին նարկոմանիայից եւ ուրեմն ծխախոտից, այնպես որ ովքեր որ մեզ դիտում են եւ կարծում են որ դա հնարավոր չի, ուզում եմ քեզ ասեմ, հնարավոր է։ Աստծով ամեն բան հնարավոր է, մենք տեսել ենք խորացած ուրեմն վիճակում մարդկանց, ովքեր որ ընդունում են վատ տեսակի նարկոտիկ, իհարկե նարկոտիկը լավ տեսակի չի լինում, բայց դրա մեջ կան նաև շատ վատ տեսակի։ Եվ սիրելի հայաստանաբնակներ, նաև ձեզ կոչ ենք անում։ Մենք պատրաստվում ենք, լսում եք մեզ, մենք պատրաստվում ենք ավելի զորանալու, որ կարողանանք ավելի օգտակար լինենք, որ դուք ազատվեք այդ մահա հետապնդող այդ վատ սովորույթից, ինչի համար այդտեղ հասակ, դա Տերը գիտի, բայց որ կանգարտակ եւ որ ազատ լինեք եւ հետո էլ փչացած օրգանները, ներողություն, ինչ լավ չստացվեց, վնասված օրգանները բժշկվեն։ Այնպես որ մենք հիմա միանում ենք Արմինեի, իմ օգնական Արմինեի աղոթքին եւ դահլիճը եւ բոլորս միանում ենք եւ հիմա ընդունեք ձեր բժշկությունը եւ ազատագրությունը։ Ուրախ ենք մեր սիրելի Հովիկ, Հովանես, քեզ համար, Տեր օրհնի քեզ, փառք լինի քեզ։ Հայր ջան, առաջ տենք այսօր եկել Աստված մեր, փառք լինի քեզ։ Հայր Հիսուսի անունով, փառք լինի քեզ, ամեն։ Որ մեզ ազատեցի ամեն սխալ բաներից իմ Աստված, որտեվ ամեն ինչը կապվածություն է, թե ծխախոտը, թե նարկոմանիան, նաև ուրիշ բաները։ Հիմա ես գիտեմ Տեր, որ քո համար ոչ մի հեռավորություն, ոչ մի տարած կարևոր չի։ Հիմա խնդրում եմ, ովքեր ունեն այդ ամենի կարիքը, որ ուզում են, որ դա ազատվի իրանց կյանքից, խնդրում եմ, ինչը որ բժշկությունը ասել է հնարավոր չի, գիտեմ, որ դու ասում ես հնարավոր է, ու ես ինքս ակնհայտ տեսել եմ, Տեր, թե ինչքան մարդիկ ազատագրվել են, երբ որ իրական ու սրտանց կանչել են քո անունը, հիմա Տեր, հպվի, ովքեր ունում են դրա կարիքը, եւ ազատագրի, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, եւ թող ազատված լինի, ամեն Եվ հեռացի Հիսուսի անունով։ Ամեն։ Շնորհակալ ենք Տեր հայր ամեն բանի համար։ Փառք քեզ։ Շնորհակալ ենք իմ Աստված։ Սպասում ենք ձեր դրական նամակներին։ Ես հավատում եմ, որ Աստված գործ անում։ Եվս մի հրաշալի դեպք է տեղ ունեցել, մեզ գրել էր Կարինե Հակոբյանը Գերմանիայից։ Օրեր առաջ եւ գրել էր, որ ծանր կացության մեջ է դեպ, հիմա նա դիտում է մեր եթերը, ծառայությունից առաջ գրեց մեզ։ Ամեն։ Եվ անմիջապես նրա նամակին պատասխանեց մեր ծառայողներից Աստղիկը։ Նրա այս խնդրանքով նրանք անցան
Այսօր ծառայությանը, լավ։ Նրա այս խնդրանքով նրանք սկսեցին շփվել Skype-ով եւ ահա հրաշք կատարվեց։ Կարինեն վերստին ծննդյան աղոթք դա այն աղջիկն է, որ Աստղիկը պատմել, որ մի պահ ռեալություն այնքան էր, կարծես թե մենք մի տեղում լինենք եւ քիչ մնում իրար գրկենք։ Տիրոջ այնքան հրաշալի Ես հավատում եմ, որ չափազանցրած չի բաները, որովհետեւ մենք չափազանցնելը սուտ ենք համարում։ Կարինեն։ Սերի Կարինե, ուրախ եմ, որ քո ընտանիքում բաներ է փոխվում։ Եվ այն մարդիկ, ովքեր կարիք ունեն, որ իրենց ընտանիքներում բան փոխվի, ես կխնդրեմ, որ հրայրը մեր իմ օգնականներից հրայրը աղոթ քանի եւ ընտանիքներում իսկապես բան փոխվի։ Ամեն։ Տեր Աստվածս։ Հրաշալի մեր արարիչ Աստվածս, քո առաջ ենք։ Մեր Տիրոջ քո որդու Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր Հիսուս, խնդրանքս հետևյալն է։ Մենք միաբան աղոթում ենք բոլոր այն խաթարված ընտանիքների համար, բոլոր այն ընտանիքների համար, որտեղ խաղաղությունը բացակայում է փոխադարձ ըմբռնումը, բացակայում է սերն ու բերկրանքը, Տեր ջան, բացակայում է մանկան ուրախությունը, բացակայում է այն ամեն բանը, որ բերում է երջանկություն։ Իմ Աստվածս, խնդրում ենք քո որդու արյունը բերես այդ մարդկանց ընտանիքների վրա։ Քո այրան շնորհիվ մաքրես սրբես այդ ընտանիքները։ Ձելի Սուրբ Հոգի այցելես այդ ամեն ընտանիքը, բերես իմ Տիրոջ իրական խաղաղությունը եւ իրական ուրախությունը, քանզի առանց Տիրոջ բնավ չկա ուրախություն եւ երջանկություն։ Խնդրում եմ Աստվածս այցելես ամեն մեկին, հպվես ամեն մեկին, խոսես ամեն մեկի սրտի հետ, կարծր սրտերը փափկացնես Աստվածս, բերի հող սարքես եւ քո ամեն խոսքը, որ մարդկանց դարձի է բերում, որպես սերմ ընկնի այդ մարդկանց սրտերի մեջ եւ պտուղ տա Աստվածս, եւ մենք գոհություն ենք հայտնում պտղի համար, թող այդ ամեն մի սերմը ոնց որ քո խոսքի համաձայնա պտուղ տա մեկին 30, 60 եւ 100 Փառք ենք տալի ամեն մեկի համար Աստվածս, գոհություն, փառք, մեծարան քո սուրբ անվանը, Հավիտյանս Հավիտենից, ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, մեր ժամը շատ կարճ է, պիտի արագ անենք։ Ես ուղղակի տեսա մեր Արմենին եւ Աննային Ֆրանսիայի Նիցա քաղաքից։ Եթե դուք էլ աղոթում եք, չգիտեմ ինչի համար ես ձեզ տեսա, թող հիմա Աստծո հոգին ձեզ զորացնի ու բարձրացնի, եւ եթե ընտանեկան որևէ ինչ-որ բանի համար եք աղոթում, դա լուծի։ Լավ, խնդրեմ։ Մեր հաջորդ հրաշքի մասին գրել է Ռուսաստանից Հասմիկ Շահնազարյանը, դիտում է մեր ծառայությունները եւ թևին ունեցել է գոյացություն։ Եվ բազմաթիվ բժշկության ծառայությունները դիտելուց հետո միայն նկատել է, որ թևի ուռուցքի մնացել է մի փոքրիկ կետ։ Հայտնում է իր շնորհակալությունը եւ հավատքով խնդրում է աղոթել աղջկա համար, որը նույնպես ունի ուռուցք։ Փառքեստեր, Տեր Աստված, գոհանում ու շնորհակալություն ենք հայտնում եւ բոլոր գոյացում ունեցողների համար Տեր Աստված քո առաջ բերելով նախորոք գոհանում ենք, որ դու գործ ես անում եւ այդ երեխան թող ազատվի այդ գոյացությունից ու հակումից։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Խնդրանքներին անցնենք, ընտանիքների միաբանության եւ հաշտության համար մեզ գրել են։ Արդեն աղոթեցինք։ Այդ բոլորի համար արդեն աղոթեցինք, խնդրեմ։ Քաղաք Աքրոն, Լատոյա Ջանսոն, Հարավային Աֆրիկա։ Քաղաք ինչ։ Քաղաք Աքրոն։ Քաղաքներ կա, որի մասին չենք լսել։ Լատոյա Ջանսոն, Հարավային Աֆրիկա, Սաբաթ Դանիել։ Փառքեստեր։ Հնդկաստան Ամար Կալեմ, Հնդկաստան Ուշիլ Փաթել, Լակոնիա Անդրեյ Դեմերս, Դուբայ Պոլ Բալաջի, Ֆիլիպիններ Մելինդա Մաուրեցիո, Հունաստան Սոֆիա Սարգսյան, Ռուսաստանից Իրեն Մանուկյան եւ Հայաստան Կարինա Բաղդասարյան։ Սիրելիներ, Աստծո հոգին գա ձեր վրա եւ ձեր միջոցով ձեր ընտանիքների վրա եւ թող անօրենի արած ամեն գործը քանդվի Հիսուսի անունով եւ թող թշնամին պարտված լինի ձեր ընտանիքում եւ ձեր ընտանիքի սահմաններում Հիսուսի անունով։ Ամեն։ Ես վստահ եմ, որ Աստված գործան։ Ես վստահ եմ։ Նորից եմ ասում, եթե մի բան կեղծ է, ես դա չեմ ուզում։ Ես վստահ եմ եւ հավատքով ենք աղոթում, սպասում ենք ձեր լավ պատասխաններին։ Խնդրեմ, շարունակենք։ Կարդամ առողջական խնդիրների հետ կապված նամակները, միայն անունները։ Այո։ Բրազիլիայից Էդուլզա Սանտանան, Աֆրիկա Նինջենյուս Կուլտա, Պուերտո Ռիկո Մարա, Միացյալ Նահանգներ Սուսաննա Դրահու, Ռումինիա Բոբի Ջոնի, Բրյանսկ Քրիստինե Մկրչյան, Բուլղարիա Անուշ Կիրակոսյան, Ֆիջի
քաղաքից Իրաշ Կարան, Հնդկաստանից Շրադա Շուքլան, եւ Կարինա Աղաջանյան, քաղաքը նշված չէ։ Շատ լավ։ Ես կխնդրեի, որ մեր օպերատորը մոտիկ պլանով ցույց տար այն մարդկանց, ովքեր նրանց մի մասին, մոտավորապես 50-ի չափ են նրանք, եւ որ նամակների են պատասխանում եւ որ գրում են մեզ, գրում են ձեզ եւ բերում են այդ նամակները եւ մենք աղոթում ենք։ Տերը օրհնի ձեզ, ահա մի 10-ից ավել մարդիկ, ովքեր խոսում են եւ ձեր նամակներին պատասխանում են Փառք Տիրոջը եւ նրանց համար ինչի համար պիտի աղոթենք։ Ընդհանուր առողջական խնդիրների։ Ընդհանուր առողջական, Արամ ջան, խնդրում եմ առաջնորդի մեզ եւ մենք միաբան կաղոթենք նրանց առողջական խնդիրների համար։ Տեր Աստված, դու նրանցից ամենքին գիտես եւ մեզ դիտողներից ամենքին գիտես։ Բաներ կա, որ մենք տեղյակ էլ չենք, ախտորոշում էլ չենք լսել, չգիտենք, բայց մենք գիտենք, որ դու ամենը գիտես։ Խնդրեմ։ Հայր ջան, որդու Տերեսի անունով առաջ եւ հիմա աղոթում ու խնդրում ենք բժշկության համար։ Սիրելի Աստծո օքի, Տերեսի բաց վերքերի զորությամբ, որ մեզ մարդիկ նամակներ են գրել, խնդրում ենք իրանց համար։ Ամեն Հիսուս, ամեն բրկիչս։ Ու ամեն մեկի բժշկությունը խնդրում ենք իրան տաս։ Հայրս Հիսուս Քրիստոսի անունով, ու մենք հավատքով ենք աղոթում ու սպասում ենք նամակների հրաշքները լսելու։ Հիսուսի անունով, ամեն, ամեն, Փառք լինի քեզ Տեր։ Որովայնային խնդիրներով մեզ գրել է։ Որովայնային խնդիրներ։ Այո։ Բելգիա Դուչե դե Բոյլոն եւ Մադագասկար Անջարա Լեոնին։ Երկուսն խնդրել են որովայնում ունեն խնդիրներ, երկուսն էլ խնդրել են աղոթել։ Տիգրան ջան, խնդրում եմ աղոթենք, որովայնում կա խնդիրներ, թե ինչ Տերը գիտի։ Եվ նույնպես մյուսները, ովքեր որ թե դահլիճում, թե մեզ դիտողները, եթե ունեն որովայնում որևէ խնդիր, ամբողջ, չգիտեմ, ամբողջ ուրեմն ստամոքսից մինչև բոլոր օրգանները որովայնում գտնվող, թող Աստված հրաշքանի։ Ամենակարող Հայր, առաջ ենք կանգնում եւ խնդրում ենք, որ քո զորավոր ձեռքը հենց հիմա հատվի այդ բոլոր օրգանների Տեր, ովքեր որ կարիք ունեն Տեր, եւ խնդրում ենք հենց հիմա բժշկություն լիակատար այդ օրգանիզմներում եւ անօրենը ոչ մի իրավունք չունեն այդտեղ վերադառնալու եւ քո տունը թող կառուցվի, քո եկեղեցին կառուցվի այդ օրգանիզմներում, հալելույա, ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ ունենք նաև ֆինանսական խնդրվածքների համար։ Այո։ Հարավային Աֆրիկա Ջոնթե Մեմբո, Ֆիլիպիններ Ռաբել, Հայաստանից եւ Ռուսաստանից Լանա, Փարիզ Պետևալս, այդքանը։ Հայաստան Ռուսաստան նշվածը դա այն խնդրանքն էր, որ նրանք պետք է տեղափոխվեն Հայաստանից Ռուսաստան եւ Լանայի մայրը պետք է անցներ աշխատանք։ Շատ լավ։ Լավ, կարծում եմ, որ դա մի խնդիր է, որ հաճախ շատերին է հարկավոր եւ հիմա մենք խնդրում ենք իմ Աստված, որ քո զավակները հիմա որ խնդրում են թե դահլիճում, թե մեզ դիտողները եւ թե նամակագիրները, խնդրում եմ հրաշք անես եւ Աստված իմ ֆինանսները օրհնես եւ ֆինանսների մեջ մեզ հավատարիմ պահես, թե քո խոսքի համաձայն, թե ընծայի, թե տասանորդի, թե ցանելու մեջ, որովհետև դու ես ասել, ես կարող եմ բանալ երկնքի պատուհանները, եթե դուք շիտակ վարվեք իմ առջև, մեզ շիտակություն տուր եւ թող այսօրվանից ել ավելի օրհնություններ սկսվեն ֆինանսներում Տեր Աստված հանուն Հիսուսի։ Ամեն։ Ամեն։ Մարդկային խնդիրներով մեզ գրել է քաղաք Լախորդից Սարա Քամվել Նայեմը։ Մարդկային, այդ մի նամակն է։ Տեր ջան, դու ճանաչում ես այդ մարդուն եւ ճանաչում ես այն բոլոր նրանց, ովքեր ունեն տարբեր տեսակի մարդկային խնդիրներ։ Եվ դու պատճառները գիտես, Տեր, խնդրում ենք այդ պատճառները անհայտանան եւ մարդկային հիվանդությունները նույնպես անհայտանա։ Այս մեր նամակագրի վրա թող քո հոգին գա եւ հենց հիմա բժշկություն լինի։ Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Դեպրեսիաների ծանր հոգեկան վիճակների հետ կապված աղոթքի խնդրանք գրել են մեզ Թուրքիայից Ֆերը Սերիատ, Գրինվուդ քաղաքից Մելիսան, Քազենբուրգից Էլիանել, Կոլումբիայից Մարթան, Հնդկաստանից Պրավեն Կումարը, Գյումրիից Վարդուհին։
Շատ լավ, ուրեմն ինչի համար ենք աղոթում։ Դեպրեսիաների եւ ծանր հոգեկան վիճակների, հա, այդ որ հետևանք հա թողել, որ այդ վիճակում են միգուցե մինչև հիմա Լիդա ջան, խնդրեմ աղոթենք ես դեպրեսիոն վիճակների համար։ Շնորհակալ եմ Տերես, որ այսօր քո առջև կանգնած, խնդրում ենք Տերի մասով։ Դեպրեսիայի հոգի հեռացիր ընտանիքների վրայից Հիսուսի անունով կապում եմ քեզ, դժոխք եմ ուղարկում, դու ոչ մի իշխանություն չունես, ոչ մի զավակի վրա, խնդրում եմ Հայրս, քո սուրբ արյունն է մռչակում իրանց վրա, իրանց ընտանիքների վրա, եւ թող խաղաղության հոգին պատիտ ընտանիքներում Տերի Աստված, խնդրեցին քո որդու անունով, ամեն Տերի Աստված, ամեն։ Սրտային խնդրով մեզ գրել են Հարավային Աֆրիկայից Անտոնիետա Ահրենսը եւ Երևանից Ալինա Մարգարյանը։ Ձեր մոտ չկա տենց բան։ Տերիմ, մենք չգիտենք սրտային կոնկրետ ինչ խնդիր կա, բայց դու գիտես։ Եվ մեզ բոլոր դիտողների վրա հիմա հռչակում եմ, մեր եւ դիտողների վրա եւ ներկաների վրա հռչակում եմ բժշկարար զորություն։ Սրտի տարբեր խնդիրները Տեր, թող հիմա լուծվեն եւ սիրտը շատ առողջ աշխատի Տեր Աստված։ Ինչ որ խնդիր կա, հիմա խնդրում եմ հպվի եւ բժշկի Հայր Հիսուսի անունով։ Ամեն։ Եկատերինբուրգից Սուսաննա Խարատյանը ունի ողնաշարի խնդիր, ուզում է աղոթել դրա համար։ Այս մի նամակն է։ Եվս երկուսը ինձ մոտ կան, Երևանից Մականն է խնդրում եւ Սիբիրից Կարինեն։ Ողնաշարի համար։ Ողնաշարի, այո։ Տեր Աստված, շնորհակալ եմ 3 նամակագիրների համար եւ հիմա հավատ բեր իրանց վրա։ Տեր ջան, խնդրում ենք նորից ամեն անգամ եւ այստեղ գտնվողների եւ մեզ դիտողների եւ նամակագիրների համար։ Տեր խնդրում ենք հրաշք լինի։ Դու հրաշագործ Աստված ես։ Մենք տեսել ենք 4 տեղից կոտրված ողնաշար, որին շարժասայլակ էին տրամադրել եւ մարդը ոտքի վրա կանգնած քայլում է մինչեւ այսօր Տեր։ Շնորհակալ ենք բազմաթիվ ճողվածների, բազմաթիվ սկոլիոզների մյուս տեսակ հիվանդությունները, որ վերցրել բժշկել ես այս մարդկանց էլ, ներկարներին էլ եւ դիտողներին էլ ձեռքիդ մեջ են բերում։ Եվ հիմա մեր ձեռքը դնում ենք այդ ցավացող տեղի վրա, հիվանդ տեղի վրա։ Սիրելի մեզ դիտողներ, արեք այդ բանը հավատքով եւ հենց այս վարքյանին թող գա Տիրոջ հպում ու բժշկությունը։ Հիսուսի անունով առողջ լինենք։ Ամեն։ Աղիության խնդրանքներով մեզ գրել է Վելիքսանը Հայաստանից եւ Հոկտեմբերյանից Մարիանը։ Ինչի խնդրանքով ներողություն։ Երեխաներ չեն կարողանում ունենալ։ Ահա։ Մի նամակել էստեղ կա Երևանից Մարինեն, խնդրում է աղոթել, նրա մոտ կա հղիության ընթացքի խնդիր, պորտալարը փաթաթված է երեխայի պարանոցին, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Ահա։ Ահա, Արտակ ջան, արի միասին աղոթենք։ Աստծո համար անկարելի բան չկա եւ թող մեր Տիրոջ ձեռքը հպվի եւ նրանք որ մայր եւ հայր դառնալու խնդրանք ունեն թող Աստված նրանց պարգև տա էլի եմ ասում ամեն բան վերաբերվում է ներկաներին դիտողներին նամակագիրներին սա հետո առաջով չի ուղակի թվարկում եմ եւ թող Աստված այդ հրաշքանի եւ հենց հիմա հրաշքով այդ պորտալարը իր ճիշտ դիրքին դառնա եւ բժիշկները փաստեն վտանգ չկա Տեր Աստված մենք քո առաջ Տեր Աստված քո առաջ ենք Հայրս ամեն ամեն Հիսուս Քրիստոսի անունով Հայրին փառք որպեսզի Տեր ջան այդ պորտալարը որ փաթաթված է Տեր թող հիմա բացվի Աստված մենք բազմաթիվ անգամ տեսել ենք այդ հրաշքը Տեր եւ ուզում եմ որ այդ մարդկանց կյանքում լինի այդ հրաշքը Աստված իմ խնդրում եմ որ Հիսուս Քրիստոս խնդրում եմ որ քո վերքերի զորությամբ այն ամեն բանը որ կապված է ոմանց վրայից որ չեն կարող երեխա ունենալ Տեր խնդրում եմ թող հենց հիմա արձակվի եւ հրաշք թող լինի իրենց կյանքերի մեջ Աստվածը ամեն բանի համար գոհացանք Հայր Որդուդ Հիսուս Քրիստոսի անունով ամեն Եվս մի խնդրանք գլխացավերի համար մեզ խնդրում է աղոթել Շվեյցարիայից անունը նշված չէ եւ Երևանից Հարությունը ով հիմա պարկած է հոսպիտալում եւ ուռուցք են հայտնաբերել գլխում եւ ցավոք սրտի այդ Գերմանիա տեղափոխությունը նրա հետաձգվում է այդ հավատքով խնդրում եմ որ մինչև տեղափոխությունը հրաշք լինի եւ մենք մի թող հարություն հենց լինի սիրելի հարություն հենց քո անունը պատահական չի կարծում եմ թող Աստծո հարությունը լինի բան որ հասավ միտեղ եւ Աստված վերջակետ դրեց ու նոր բան սկսեց հրճակում եմ Տեր Հիսուսի վրա հարությունի գլխի այդ գոյությունը որ անհայտանա սիրելի հարություն եւ նրա մտերիմներ որ նրա մոտ եք ձեռք դրեք
միաբան, առանց կասկածի, եւ հենց հիմա թող այդ հրաշքը լինի, եւ անօրեն հեռացի Հիսուսի անունով այդ տղայից, եւ հենց հիմա թող անհայտանա գոյությունը, ամեն բան իր ֆիզիոլոգիական, անատոմիական ճիշտ դիրքին դառնա Հիսուսի անունով։ Խնդրում եմ Շվեյցարիայից գլխացավեր, հա։ Տեր Աստված, եւ խնդրում եմ, որ տարբեր տեսակի գլխացավեր անհայտանա։ Եվ Շվեյցարիայից մեզ գրողը թող հենց հիմա ազատվի այդ ցավից Հիսուսի անունով։ Ամեն։ Մեգրեն լինի, ինչ ուզում ա լինի, Հիսուսի անունով թող ազատվի։ Մի խնդրանք էլ կա։ Մենք մոտեցանք ավարտին, մեր ժամը ավարտին, Վահեի համար են խնդրում աղոթել, որը գտնվում է վերակենդանացման բաժնում։ Նաև Գեորգիի համար, ով 3 տարեկան է եւ անդադ ունենում է ուշագնացություններ։ Տեր Աստված, մենք այսօր արդեն աղոթեցինք քո առջև նրանք, ովքեր պարկած են հիվանդանոցներում եւ տանը։ Եվ հիմա էլ գոհանում ենք քեզանից, որ լսում ես, Տեր, եւ խնդրում, Տեր, Վահեի համար եւ Գեորգիի համար, Տեր Աստված, եւ մյուս մարդկանց համար, ովքեր վերակենդանացում պարկած են, Գուրգենը, որ շատ վաղուց աղոթում ենք, որ արդեն ցավ ազգում իր մարմնի մեջ, Տեր Աստված, հավատում ենք, որ շատ շուտով նա կշարժվի, Տեր Աստվածս։ Եվ խնդրում եմ, Տեր, բոլոր հիվանդները, որ մեզ դիտում են, բժշկություն լինի, Հայր, շնորհակալ եմ Հիսուսի անունով այս մեծ հնարավորության համար։ Սա մենք չենք կարող երևակայել, չենք կարող պատկերացնել, որ սա իրականություն դարձավ, որ Տեր Աստված, մի փոքրիկ ցավը, որ անհայտանար կզարմանանք, բայց այսօր քո հրաշքն ենք տեսնում մարդկանց կյանքերում, մեր կյանքերում։ Շնորհակալ ենք, որ դու իսկապես բարի ես։ Տեր Աստված, փառավորվի քո անունը, հավիտյան, ամեն, 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 շնորհակալ եմ բոլոր ներկաներին, Տերը օրհնի ձեզ եւ օրհնված շաբաթ ունենաք, օրհնված ընթացք ունենաք, սիրելի մեզ դիտողներ, աղոթեք մեզ համար, խնդրում եմ, որովհետեւ մենք էլ այս բանի մեջ աղոթք ենք անում, որ Տեր Աստված լինի համապատասխան ֆինանսներ, որ կարողանանք տարբեր երկրներ գնալ ծառայել, որ կարողանանք հովվական մեծ թիմ բարձրացնել, որ գանձեր մոտ ծառայեն, որ հերոստակայան կարողանանք հիմնենք, մի խոսքով ծախս ինչքան ուզես, եւ սրտերի կարիք կա, նախ եւ առաջ մարդկանց նվիրված սրտերի եւ նաեւ միջոցների եւ ֆինանսների։ Տերը օրհնի ձեզ, օրհնված լինեք, Տերը ձեզ հետ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։